Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան միշտ խաղացել է չափազանց կարևոր եւ զգալի դեր պետության զարգացման, սերունդների կրթման գործում։ Խորհրդային միության փլուզումից հետո ծագեցին բազմաթիվ խնդիրներ նաեւ ակադեմիայի առջեւ։ Սակայն չնայած այդ դժվարություններին ակադեմիան ամեն կերպ փորձում էր դիմագրավել այդ լուրջ խնդիրներին, ձևափոխվել համաձայն ժամանակի եւ կարելի է ասել, որ այժմ, երբ ընդունվեց նոր օրենքը բարձրագույն կրթության եւ գիտության մասին, ակադեմիան թեւափոխեց նոր փուլ, որը որ պայմանավորված է լինելու նրա նոր դերով եւ կարեւորությամբ մեր հասարակության եւ պետության զարգացման գործում։ Այսօր ես ստուդիա եմ հրավիրել Հայաստանի ազգային ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին։ Բարև ձեզ, Աշոտ Սաղյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Սաղյան, ակնհայտ է, որ ակադեմիայի դերը չափազանց մեծ է եղել եւ Խորհրդային միության օրոք եւ այժմ էլ շատ լուրջ նշանակություն ունեն այն հետազոտությունները եւ այն եզրակացությունները, որին որ գալիս են հայ գիտնականները, ուսումնասիրելով տարբեր ուղղություններ գիտության։ Ես կցանկանայի այս նոր իրականության հետ կապված լսել ձեր կարծիքը ակադեմիայի դերի հետ կապված եւ այն ամենի, ինչը կապելու է հայ գիտնականներին պետության եւ հասարակության հետ։ Շնորհակալություն։ Երևի սկսեմ նրանից, որ մեր հասարակությունը հավանաբար տեղյակ է, Գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1943 թվականին, երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաճակատագրական պահին, երբ դեռ որոշված չէր Ստալինգրադյան այդ բիտվայի պատերազմի արդյունքը, որը գիտեք ճակատագրական նշանակություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի հետագա ընթացքի վրա, եւ այդ ժամանակ որոշվեց Հայաստանում ստեղծել Գիտությունների ազգային ակադեմիա, մինչ այդ գործող ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի, որը իր հերթին ստեղծվել էր Գյումրիում գործող գիտահետազոտական ինստիտուտի բազայի վրա, որը հիմնականում ուներ հումանիտար ուղղվածություն։ Եվ սովետական միության տարիներին ակադեմիան իրոք դա եղել է հայոց գիտության կարևոր օջախը եւ դա որոշիչ դեր է կատարել ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության զարգացման համար։ Ճիշտ է, ակադեմիայի առաքելությունը հիմնականում եղել է հիմնարար գիտության զարգացումը, որովհետև սովետական միության տարիներին կային բավականին մեծ թվով ճյուղային ինստիտուտներ, որոնց առաքելությունն էր, որպեսզի օգտագործեին հիմնարար հետազոտությունների արդյունքները եւ դրանք վերածեին լաբորատոր, կիսաարտադրական տեխնոլոգիաների եւ դրանք առաջարկեին գործարաններին։ Իսկ գիտեք, Հայաստանը հարուստ էր արդյունաբերական հզոր կոմպլեքսներով, գործարաններով եւ անշուշտ դրա դերը կար եւ հենց դա էր հիմնական պատճառներից մեկը, որ 50-ից 60-ական թվականներին ակադեմիայում կտրուկ ավելացան գիտահետազոտական ինստիտուտների թիվը, հասնում էր մինչև 56-60-ի, ոչ թե գլոբալ, այն նույնիսկ առանձին մասնագիտական ուղղություններով ստեղծում էին ինստիտուտներ։ Իհարկե, դա հիմնականում կապված էր ԽՍՀՄ ակադեմիայի զարգացման հետ, որ հետեւալքև չէր կարա լիներ, մենք մի պետություն էինք եւ մեր ակադեմիան ամեն դեպքում համարում էր ԽՍՀՄ գլխավոր ակադեմիայի մի մասը։ Եվ ակադեմիան մեծ դեր է ունեցել ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ պատերազմի տարիներին ռազմաարդյունաբերական համալիրի ԽՍՀՄ, որտեղ Հայաստանը առանձին հանրապետություն չէր, եւ կան բազմաթիվ դեպքեր արձանագրված եւ մեր գիտնականների հետազոտությունները սկսած ռազմաարդյունաբերական արդյունաբերությունից մինչև կոսմոս որոշակի լուրջ ներդրումներ են ունեցել։ Բնականաբար սովետական միության փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո լուրջ խնդիրներ էր ակադեմիայի համար, ստեղծվեց ոչ միայն ակադեմիա, ընդհանրապես մեր պետությունը բոլորդ էլ լավ հիշում եք, ինչպիսի վիճակում էր հայտնվել, տնտեսական բլոկադան, տնտեսական պայմանները, եւ այսպես ասած դա կայացման ինչ որտեղ եւ զարգացման համար նախադրյալների ստեղծման շրջան էր, որտեղ ակադեմիան նույնպես փորձում էր կատարել իր գործառույթները,
Իհարկե, դժվարությունները շատ էին, իհարկե, թերություններ կան, բոլորս իրականատես էինք լինում այդ ժամանակ։ Ընդորում այդ թերությունները ես կգնահատեի երկկողմանի եւ իշխանությունների ոչ ադեկվատ վերաբերմունքներ ակադեմիայի նկատմամբ, ակադեմիայի հնարավորությունների նկատմամբ, իհարկե թերություններ կային նաեւ ակադեմիայի ներսում, որովհետեւ ոչ բոլոր ակադեմիայի անդամներն էին հակված եւ ժամանակի պահանջներին համահունչ հետազոտություններ կատարելու համար եւ դա ստեղծեց ինչ որ մի հատ ճգնաժամային վիճակ, որի արդյունքը ես կասեի այն, որ հասարակության մեջ սկսվեց ակադեմիայի նկատմամբ ձևավորել ոչ ադեկվատ, բայց ես կասեի ոչ իրատեսական, իրականության համապատասխան պատկերացումներ եւ դա վերջը բերեց նրան, որ այս վերջի տարիներին եւ վերջի մի 10 տարիների ընթացքում անընդհատ կառավարության կողմից, կառավարության գիտության, կրթության լիազոր մարմնի կողմից անընդհատ փորձեր էր կատարում բարեփոխումներ կատարել։ Բարեփոխումների հիմքում տարբեր գաղափարներ էին, հիմնականում գաղափարներից մեկը նա էր, որ ակադեմիա համակարգը փոխել։ Ինստիտուտներից այս ժամանակ ակադեմիայում արդեն կային մինչև 50-ից ավելի կազմակերպություններ, որոնք անկախության առաջի 10 տարիների ընթացքում մի շարք կենտրոնների ձևավորման, փոքր ինստիտուտները խոշորների միացման արդյունքում դարել են 33, 34, այսօր այդքան էլ մենք ունենք դեռևս ակադեմիայի կազմում։ Եվ փորձում էին գտնել օպտիմալ տարբերակ, այսինքն հիմնականում, ինչքան ես էի տեղյակ, կառավարման ճիշտ մոդել ընտրեին, որովհետև այնպիսի մոդելներ ընտրված, որ ինստիտուտները գտնում են ակադեմիայի կազմում, ակադեմիան լիազոր մարմիններ, բայց ֆինանսավորման հարցերը լուծում էր կառավարությունը անմիջապես, որը ինչ որտեղ եւ իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէր, ել ես չի ասեի, որ եկավ մի պահ, որ գույքն էլ լրիվ ակադեմիայի գույքը հանձնվեց պետությանը։ Եվ այսօր մենք ունենք այդ վիճակը, ճիշտ է, օրենքը ընդունել է, բայց դեռ մինչև կանոնադրությունների հաստատումը դեռևս եւ գիտությունների ակադեմիան եւ գիտահետազոտական ինստիտուտները գործում են հին կանոնադրությամբ եւ այնպիսի մի հատ իրավիճակ է ստեղծած, որ գործառույթների մի մասը զբաղվում է գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, իրականում որոշ մասեր ոնց որ ասած շրջանցելով նախագահությանը, թեկուզ այդպես պետք է չլիներ, բայց դա արդեն թե վերջի 10 տարիների ընթացքում էր կատարում իրականացնում է նախարարությունը, այսինքն գիտության լիազոր մարմինը։ Այս 2021 թվականին, երբ ես ընտրվեցի ակադեմիայի նախագահ, բնականաբար մենք աշխատում ենք միողության, որ պահպանենք ակադեմիայի համակարգը, բայց կատարենք լուրջ բարեփոխումներ։ Ես սկզբնական շրջանում այս գաղափարը համաձայնեցված էր կառավարության հետ, գիտության լիազոր մարմինի հետ նույն ուղղությամբ ենք շարժում, փորձում ենք ակադեմիայի կազմում ստեղծել գերազանցության կենտրոններ, այսինքն մոտորապես 33-34 ինստիտուտների բազայի վրա ստեղծել 10-ից 12 խոշոր կենտրոններ, որովհետև ինչ որտեղ դա հիմնավորված էր, որովհետև փոքր գիտահետազոտական ինստիտուտները 100 գիտաշխատողից ցածր դրանք այն դեպքում այն չեն։ Կենսունակ չեն եւ չի կարելի համարել, որ այդտեղ կարելի է կատարել ժամանակակից պահանջներին համահունչ։ Ամեն դեպքում միավորումը դա բոլորն էլ ընդունում են պահանջված էր։ Մենք ցանկանում ենք դա կատարել ակադեմիայի համակարգի ներսում եւ փորձել օգտագործելով միջազգային ընդունված նորմերը ինտեգրվել կրթության հետ, ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է։ Սակայն այս ուղղությունը մենք տանում ենք առաջ եւ գրեթե 8 կենտրոնների համար արդեն մենք նախագիծ ունենք միավորման, քննարկում ենք գիտության կոմիտեի հետ, 2 կենտրոնի համար արդեն նախագահության որոշումը մենք ներկայացրել ենք, բայց հետո փոխեց ռազմավարությունը, դա հիմնականում ես կասեի կապված էր ակադեմիական քաղաքի գաղափարի հետ եւ որոշեցին, որ այս ամեն ինչ բարեփոխումները կապեն ակադեմիական գաղափարի ռազմավարական խնդրի հետ։ Ակադեմիական քաղաքի։
ակադեմիական քաղաք է։ Իսկ դրա հիմքում ընկած էր բնականաբար բոլոր ինստիտուտները ակադեմիայի համակարգից տեղափոխեն բովական համակարգ, միավորեն միաձուլեն բովական համակարգի հետ։ Մենք ակադեմիան ինչպես եւ ես կասեի գիտնականների գերակշռող մասը ավելի հակված էր այն տարբերակին, որ ակադեմիան էր առաջ տանում, այսինքն պահել համակարգը, բարեփոխումներ անել համակարգում եւ ինտեգրվել նորից բովական համակարգի հետ, որտեղ ինտեգրում առանց հետ էլ կար անկախության տարիներից մեր բոլոր առաջատար գիտնականները, ինչպես գիտեմ դուք նույնպես պարոն Սարգսյան, համագործակցում էին, դասավանդում էին բուհերի հետ, ամբիոնի վարիչներ էին, ուսանողներին հնարավորություն են տալի այցելել գիտահետազոտական կենտրոնները, այսօր կոմունիկացիայի այսօրվա այս աննախադեպ զարգացած ժամանակահատվածում պարտադիր չէ որ երկու կազմակերպություններ լինեն տեղայնորեն տարածապես իրար կպած, որպես իրար հետ համագործակցեն։ Այսօր մենք համագործակցում ենք արդյունավետ հետ Ճապոնիայի հետ, Ամերիկայի հետ, եվրոպական համակարգերի հետ։ Եվ աշխարհում շատ ակադեմիաներ, շատ պետություններում դա ընդունված էր։ Մյուս կարևոր գիծը, որ մեր այս ռազմավարության հիմքում էր ընկած, որ ճիշտ չի եւ գրեթե աշխարհում չկան այդպիսի երկրներ, 1-2 երկրից բացի, որտեղ գիտությունը կենտրոնացում է միայն մեկ տեղ, մեկ կառույցի տակ։ Դա ինչ որտեղ ռազմավարական խնդիր է, դրա հետ մենք առաջվեցինք նաև այս թեկուզ վերջերս ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի նկատմամբ այդ կիրառված սանկցիաների շրջանակներում գիտությունը պետք է լինի տարբեր տեղեր։ Աշխարհի զարգացած բոլոր երկրներում եւ միջին զարգացած երկրներում այդպես են, կան ինստիտուտներ, որոնք գտնում են համալսարանների կազմում, կան ինստիտուտներ, որոնք գտնում են ակադեմիաների կազմում, կան խոշոր ակադեմիական, խոշոր գիտական, գիտահետազոտական, գիտաինովացիոն կենտրոններ, ինչպես օրինակ Ռուսաստանում Ռոսատոմը, Նիցչ-Կուրչատովի ինստիտուտը, Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնը եւ այլն, որոնք ունեն եւ իրենց համալսարանները, բայց տարբեր տեղեր են։ Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանի համար նույնպես պետք է լինի մի տեղ։ Մենք կողմ էինք, գտնում ենք այն ինստիտուտները, որոնք իրենց մասնագիտական ուղղվածության մոտ են բուհերին, իհարկե նրանք համատեղ համաձայնության պայմաններում կարող են միավորվել բուհերի, դա ընդհանրապես կբերի հզորացման, բայց մենք ունենք նաև խոշոր հետազոտական կենտրոններ, որոնք ինքնուրույն էին եւ ավելի լավ վիճակում են, քան բուհերը, մենք գտնում ենք, որ դրանք պետք է լինեին առանձին։ Հիմա կարևոր չէ դրանք լինեն ակադեմիայի կազմում, դրանք կարող են լինել նախարարությունների կազմում, բայց մենք գտնում ենք, որ ճիշտ է զրոյացնելը չէ, ճիշտ է ակադեմիայի համակարգը մնալը եւ այդ բարեփոխումների կատարումները։ Սակայն ամեն դեպքում դուք գիտեք, ընթացք տվեց կառավարության դիրքորոշմանը, նախարարության դիրքորոշմանը, որի հիմքում ընկած էր ակադեմիական քաղաքի գաղափարախոսությունը եւ այս վերջերս ընդունված Բարձրագույն կրթության եւ գիտության օրենքում փաստորեն ակադեմիան դիտարկվում է, ակադեմիային տեսնում են որպես գիտահետազոտական ինստիտուտների։ Եվ ակադեմիան արդեն փոխվում է ակադեմիայի գործառույթները, կարգավիճակը, ակադեմիան վարչակազմակերպչական կառույցից, ինքը իր կազմում ուներ մեծ թվով ինստիտուտներ, ամբողջ վարչակառավարումը ակադեմիան իրականացնում, ինքը դառնում է գիտամեթոդական եւ փորձագիտական կենտրոն։ Ինչ է դա։ Աշխարհում կան այդպիսի բազմաթիվ դեպքեր, այսինքն ես նույնիսկ ասեի, եթե ես մոտորապես փորձենք վերլուծությունանք, ակադեմիաների կեսը գրեթե այն տարբերակով էր, այսօր որը ես սկզբից ասեցի, իրենք ասում ունեին ինստիտուտներ, ինչ որ սովետական միության ժամանակ էր եւ ինչ որ անկախացման այս տարիների ընթացքում էր եւ կան ակադեմիաներ, որոնք ինստիտուտները ակադեմիայից հանված են, բայց կա համագործակցություն։ Որպես լավագույն օրինակ նորից կարող եմ բերել Ռուսաստանի գիտությունների ակադեմիան, որը պատմականորեն մեր հետ ավելի կապված է, ուզենք, չուզենք, սիրենք, չսիրենք, դա մեր հետ կապված է, հետո ես դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, շատ շատերի կարծիքն է, ռուսական գիտությունը այսօր բարձր
գիտական հիմքերի վրա է դրված, ինչպես սովետական միության տարիներին, ուրիշ բան, որ սովետական միության տարիներին միգուցե գիտության կառավարման մոդելը վերջում բարեփոխումների կարիք ուներ, այնպես չէր, ինչպես զարգանում էր, բայց որ սովետական գիտությունը, սովետական գիտնականները եղել են հզոր, դա բոլորս նույնիսկ տեսել ենք, գրանցել ենք, արձանագրել ենք անկախացումից հետո, երբ շփվել ենք Անշուշտ սովետական միության գիտությունը։ Եվ այսօր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում 13 թվականին մեկ հրամանով բոլոր ինստիտուտները հանեցին, տեղափոխեցին, ստեղծել էին հատուկ Ֆանոյ կառույց, որը Ֆեդերальное агентство научных организаций։ Որը հետո իրան չարթարացրեց, նորից դրանք տեղափոխեցին գիտության, կրթության նախարարություն։ Նու դրա հիմքերը ուրիշ էին հիմնականում պատճառները, որտեղ ակադեմիան ուներ բավականին մեծ հարստություն, գույք, տարածքներ, շենքեր, ամբողջ սովետական միության տարածքներում, հողեր, որոնք ռացիոնալ չէին օգտագործում։ Օրինակ, ես գիտեի ինստիտուտներ, որոնք ինչ էին անում, փոխանակ այդ վատ տարիներին, դե բնականաբար ինչ որտեղ դա հիմնավորված էր, որովհետև գիտությունը այն ժամանակ շատ վատ էր ֆինանսերում, ոչ միայն Հայաստանում, նույն էլ Ռուսաստանում, շենքի մի մասը տալիս էին վարձավճարով եւ դրանով պահում էին մյուս մասը։ Եվ այդ որոշման հիմքում հիմնականում դա էր, որովհետեւ վերցնեին ակադեմիայից այդ հողերը քաղաքի կենտրոնում, այն լավ տեղերում, այդ հարստությունները ընդորում ամբողջ Ռուսաստանի մասշտաբ, գիտեք, Ռուսաստանի ակադեմիան դա Մոսկվայով չի պարփակված, Դա պետություն էր, իրանք իրենց տեզերական ուրեմն արբանյակներ ունեին, նավատորմ ունեին, սկսած Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ։ Իհարկե ակադեմիան դեմ էր, գրեթե ես կասեի հիմնական մասը, երակշռող մասը դեմ էին դրան, բայց այդ որոշումը ընդունվեց եւ հետո ամեն դեպքում հասկացան, որ դա այնքան էլ ճիշտ որոշում չէ։ Ես ինչ եմ ասում, 2022 թվականին, երբ Ռուսաստանի ակադեմիայի նախագահը եղավ Հայաստանում, մենք եղել ենք վարչապետի մոտ, պարոն Փաշինյանի մոտ, եւ մեր ակադեմիայի նախագահը ինքը Փաշինյանին ասեց եւ ինչ որտեղ խնդրեց, ասեց մենք 13 թվին թույլ ենք տվել սխալ, հասկացել ենք, բայց արդեն ուշ է։ Դուք այդ սխալը չանեք։ Նույնը տեղի ունեցել Ղազախստանում նոր նախագահ ընտրելուց հետո իր առաջի հրամաններից մեկն եղել է восстановить высокий государственный статус Академии наук, Națională Academie Կազախստանը վերականգնեցին եւ ուզում էին ինստիտուտները հետ բերեին ակադեմիա, բայց տեսան արդեն որ ուշ է 10 տարվա ընթացքում 15 տարվա այնպես էր քայքայել, ուղղակի բան չէր մնացել։ Պարոն Սարգսյան, եթե կարելի է, ես մի հարց տամ ձեզ, էլի, պայմանավորված ձեր ասած հետ։ Ուրեմն, սա իմ անձնական տպավորությունն է, բայց ցավոք սրտի ոնց որ թե դա իրոք այդպես է, էլի։ Ընդհանրապես ասած, եթե մենք դիտարկում ենք, օրինակ, բրիտանական կամ ամերիկյան գիտակրթական համակարգը, այնտեղ գիտությունը հիմնականում կենտրոնացված է բուհերում։ Այսինքն խոշոր համալսարաններում եւ համալսարանները շատ հզոր գիտական կենտրոններ են նախ եւ առաջ։ Եվ այդ բարձր գիտական մակարդակը եւ որակը ապահովում է նախ եւ առաջ բարձր մակարդակի դասավանդում։ Այլ կերպ ասած, դասավանդում են ակտիվ աշխատող գիտնականներ, որոնք կարողանում են երիտասարդներին տանել դեպի առաջնային այդ ճակատը գիտության։ Խորհրդային միությունում, քանի որ կար էական բաժանում եւ կային ակադեմիական ինստիտուտներ, որտեղ հիմնականում կենտրոնացված էր արդի եւ շատ ակտիվ բարձր մակարդակի վրա դրված գիտությունը, իսկ բուհերը ավելի շատ կատարում էին ասենց կրթող համակարգի դերը, նու բավականաչափ արագ առաջացավ լճացում։ Մեծ քանակի դասախոսներ, որոնք որ պետք է զբաղվեին ըստ էության գիտությամբ, հիմնականում զբաղված էին դասախոսական գործունեությամբ եւ իմիջիալից դրան նաեւ նպաստում էր մեծ դասաժամերի քանակը, որովհետեւ յուրաքանչյուր պրոֆեսոր շատ մեծ քանակի դասախոսություն էր պետք է կարդար, գիտության վրա ուղղակի պարզապես ուժ չէր հերիքում։ Այ կարելի է արդյոք ասել, որ այս նպատակներից մեկը կարևորագույն ինտեգրման հենց պայմանավորված է նրանով, որ կարողանան այդ զանգվածի կենտրոնը, որը որ հիմնականում գիտական հետազոտությունների ակադեմիայում էր, ինչ որ առումով տեղափոխել դեպի բու, որը կբերի բուհի բնական ավելի կտրուկ գիտական զարգացմանը եւ հետեւաբար երիտասարդ կադրերի կրթական մակարդակի կտրուկ աճի։ Այ այդ իմաստով այս միացումը խիստ կարևոր է։
Բնականաբար նախացնեմ, որ սովետական միության տարիներին, մենք բոլորս գիտենք, Մոսկվայում սովորել ենք ասպիրանտուրայի տարիներին, բոլոր հայտնի առաջադեմ գիտնականները, ակադեմիկոսները, թղթակից անդամները, պրոֆեսորները գիտահետազոտական ինստիտուտներում ունեն, որոնք աշխատում են գիտահետազոտական բազային ամբիոններ են բացում։ բազային Հա, ամբիոններ։ այդ ես կար, այո։ Եվ դա բավականին ճիշտ գաղափար է, եւ մենք ուզում ենք օգտագործենք այդ տարբերակը։ Դուք վերեցիք Բրիտանիայի, Անգլիայի տարբերակներ, իհարկե դա արդարացված պատմությունն է ցույց տալիս, արդարացած տարբերակ է, ուղղակի մենք գտնում ենք, որ այսօրվա Հայաստանի վիճակում մեր բուհերը դեռևս չեն գտնում այնպիսի վիճակում, զարգացած վիճակում, ինչպես Անգլիայի Օքսֆորդի համալսարանն է կամ մյուսները, որոնք կարողանային այդ ծանր բեռը վերցնեին իրենց վրա։ Եվ մյուս կողմից էլ այդ բոլոր ինստիտուտներում, այդ ձեր նշած պետություններում, բացի համալսարանական ինստիտուտներից կային նաև առանձին հետազոտական կենտրոններ, մի մասը ակադեմիական, մի մասը ոչ ակադեմիական, ուղղակի մենք փորձում ենք ընդօրինակել այն պետություններին, որոնք դուրս են եկել սոցիալիստական համակարգից եւ այսօր արդարացված են, օրինակ Չեխիան եւ մի շարք այլ պետություններ, որոնք այսօր նույնիսկ համարում են Եվրոպայի ամենալավ զարգացող գիտությունը զարգացող պետություններից մեկ, իրենք պահել են ակադեմիայի համակարգը եւ օգտագործել են, զարգացրել են եւ ակադեմիայի համակարգ եւ ինտեգրում բուհական համակարգ հետ։ Հիմա այդ թողենք մեկով։ Դա ուղղակի մեր դիրքորոշումն ես ասեցի, այսօր ընդունված է օրենք, որով նախատեսում է արդեն շուտով կներկայացվի կառավարության որոշման, որ ինստիտուտները արդեն օրենքի համաձայն ակադեմիայից դուրս են գալի, մտնում են կրթության նախարարության, գիտության կրթության ԿԳՄՍ-ի կազմի մեջ, հետագայում նրանք կմիավորվեն տարբեր բուհերի հետ, տեխնոլոգիական համալսարանի, ԵՊ եւ այլ բուհերի հետ։ Ճիշտ է այդ մոդելը թե չէ։ Մեծ առումով իհարկե ճիշտ է, ակադեմիական քաղաքի գաղափարին ես միշտ ողջունել եմ, երբ առաջի անգամ տվել եմ, բայց այսօր խնդիրը կայանում է նրանում, ինչքան որ մոդելը, ինչ մոդել մենք պետք է կիրառենք ակադեմիական քաղաքի կայացման համար։ Օրինակ մեր ակադեմիայի դիրքորոշումը, որը ինչ որտեղ համընկնում էր մի շարք միջազգային կառույցների, ASOF-ի եւ այլի կարծիքների հետ, սկզբը նա էր, որ դա կատարել քայլ առ քայլ, step by step, այսինքն փորձել, նույնիսկ տարբերակ կար, վերցնել Երևանի պետական համալսարանի եւ Ալիխանյանի անվան ազգային կազմակերպության վրա, հա, ոնց որ փորձել տեսնել ինչ է լինում, այդ փորձի վրա կհասկանանք ամեն դեպքում այն բոլոր բաց կողմերը, թերությունները եւ հետո անցնել ընդհանուր։ Շտկելով կգնան։ Մենք դեմ չենք եղել, մենք ամեն դեպքում գտնում ենք, որ այդ գաղափարը եւ ինչ որ դուք նշեցիք, որ այսօր խոշոր պետություններում զարգացում է, դա ճիշտ է, բայց դրան հասնելու ճանապարհն է միանգամից գնալ դրան, թե քայլ առ քայլ գնալ դրան, քայլ առ քայլ քայլել, դա նշանակում է միջանկյալ օղակում պահել ակադեմիայի համակարգը եւ փորձել ստեղծել այդ ամեն ինչը։ Բայց ամեն դեպքում օրենքը ընդունվել է, դա մեր կառավարության դիրքորոշումն է եւ մենք պարտավոր ենք եւ իհարկե այդ օրենքի շրջանակներում մենք հիմա փորձում ենք փոխել, վերակառուցել, վերաձևավորել ակադեմիայի գործառույթները։ Որն ակադեմիայի գործառույթները հիմնական էքսպերտային, փորձագիտական գործառույթներ, այն ինչ որ ես Ռուսաստանի օրինակը բերեցի, բայց հետո շեղվեցի, Ռուսաստանի ակադեմիայի նախագահի հաշվետվությունից եմ ես ցիտում, փաստորեն մեկ կիսամյակի ընթացքում 24 թվականի երկրորդ կիսամյակի 67000 փորձագիտություն է անցկացվել, որտեղ ամբողջ գիտական ծրագրերի մոնիտորինգը եւ բազային եւ ոչ բազային Ռուսաստանը մի քիչ ավելի շատ արտոնություններ տվեց ակադեմիային եւ դրանց 12.4% չի ընդունել, այսինքն կատարողականները չեն ընդունել, ընդորում ակադեմիան տալիս է գիտական փորձակնություն եւ կառավարությունը դադարեցել է դրանց ֆինանսավորումը։ Հիմա սկզբունքորեն այդ գործառույթները, փաստորեն լիազորությունները հանձնում են Գիտությունների ազգային ակադեմիային։ Հիմնականում խոսքը վերաբերում է բոլոր բազային ծրագրերին, այսօր մոտավորապես 67 բազային ծրագրեր կան,
որոնք գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորում են եւ ակադեմիական ինստիտուտները եւ բողական բոլորը։ Դրանց ծրագրերի փորձաքննությունը եւ ամենակարևորը հաշվետվությունների փորձաքննությունը։ Սա ասեմ, որ բավականին պատասխանատու եւ բավականին ծանր եւ բավականին լայն մեծ մասշտաբի գործ է։ Ես կասեի նույնիսկ մի քանի անգամ ավելի ծանրաբեռնված, քան նախկինում էր, երբ ակադեմիան իրականացնում էր վարչակազմակերպչական գործունեություն։ Ինչու՞։ Եկեք բոլորս ընդունենք գիտություն, որ այս գործառույթը, այսինքն գիտական հաշվետվությունների մոնիտորինգը ոչ մի անգամ լուրջ չի անդրադարձել, ոչ ակադեմիայի կողմից, ոչ գիտության կոմիտեի, ոչ նախարարության կողմից։ Ընդհակառակը միշտ վերջի օրերին ասում են հասցրեք հաշվետվությունները ուղարկել, որպեսզի հասնենք ֆինանսավորումը տանք։ Եվ երբ ես այս 4 տարիների ընթացքում ծանոթացել եմ ակադեմիական ինստիտուտների ծրագրերի ուղղությունների հետ, ես տեսել եմ, որ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք այսօր արդիական չեն։ Կան բազմաթիվ ուղղություններ փոքր, որոնք միավորման կարիք ունեն։ Մի հատ փոքր ինստիտուտ ունի 28 հատ ուղղություն, այն դեպքում մի հատ պետք է ունենա 2 կամ 3 մեծ ուղղություն։ Այսինքն օպտիմալացման անհրաժեշտությունը կա։ Եվ այդ բոլորը փաստորեն, այդ բոլոր լիազորությունները տրվում է նոր օրենքով գիտությունների ազգային ակադեմիային եւ բազային ծրագրերի փորձաքննությունը եւ բազային ծրագրերի հաշվետվությունների փորձաքննությունը, ինչքանով են դրանք համապատասխանում ծրագրերին, ինչքան են ծրագրերը արդիական, իրատեսական, ծրագրերի կատարող կազմը, ինչքան է համապատասխանում այդ խնդրին, որովհետեւ մեկ-մեկ տեսնում ես մի հատ լուրջ դժվար խնդիր գրած, այդ խնդրի տակ 3-4 գիտնականի անուն։ Պարզ է, որ այդ ծրագիրը ոչ թե 3-4 հոգու, այլ 20-30 հոգու նույնիսկ հնարավոր չի կատարել։ Եվ այս բոլորը իհարկե դրա համար պետք է կազմակերպեն լսումներ, գիտաժողովներ, տարվա վերջում գիտաժողով եւ ընթացքում միջանկյալ ամփոփիչ գիտաժողով մշտադիտարկում եւ արդյունքները պետք է ներկայացնենք լիազոր մարմինը կորոշի հետագա քայլերը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բազային ծրագրերին, այլև այլ ծրագրերի, օրինակ նպատակային ծրագրերին։ Ես համոզված եմ երկակի նշանակության ծրագրերին։ Այս հարցը կոնկրետ բազայինից բացի ինչ ծրագրեր մենք պետք է արդեն քննարկենք եւ որոշենք լիազոր մարմինի հետ, կան իհարկե որոշակի ծրագրեր, գրանտային ծրագրերը, որոնք լիազոր մարմինը վերապահում է իրեն, իսկ որոշակի ծրագրեր կտան գիտությունների ազգային ակադեմիային։ Հիմա սա իրականում դժվար եւ ծանր գործ է, ավելացնեմ դրանից բացի նոր օրենքով ակադեմիան է վերապահում նաև ամբողջ հանրապետության գիտության վերաբերել հաշվետվության տարեկան 3 տարվա կտրվածքով եւ տարեկան միջանկյալ հաշվետվությունների կազմումը եւ տրամադրումը կառավարությանը։ Սա չի արվել ոչ մի անգամ եւ լուրջ գործ է, դրա համար մենք պետք է հատուկ գիտավերլուծական կառույց ստեղծենք ժամանակակից համակարգչային կոմունիկացիոն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետերի ներգրավում, որպեսզի կարողանանք բարձր մակարդակով դա անենք։ Պետք է համեմատի վերլուծություն կատարի միջազգային գիտության իրավիճակը, Հայաստանում գիտության զարգացման իրավիճակը եւ տալ համապատասխան կառույց։ Դրանցից բացի ակադեմիային վերապահում է նաեւ գիտության հանրայնացումը։ Այստեղ իհարկե մենք լուրջ գործ ունենք անելու, մինչ այդ մենք այդ գործառույթները կատարում ենք, բայց հիմնականում դրանք կապված են դպրոցների հետ, բայց պետք է փոխենք մեր ռազմավարությունը եւ փորձենք ակադեմիայի գիտության հանրայնացման ծրագրերի գործառույթների տակ դնենք միջազգային խոշոր գիտնականների, գիտնական հետազոտությունների, գիտական դպրոցների հետազոտությունների արդյունքների հանրայնացումը Հայաստանում եւ իհարկե մեր գիտական լավագույն արդյունքների հանրայնացումը նաեւ միջազգային ասպարեզում, որը ինչ որտեղ խթան կհանդիսանա տարբեր համագործակցությունների, նոր պայմանագրերի, հատկապես դա շատ կարևոր է երիտասարդ գիտնականների համար, ճանապարհ կբացի մեր երիտասարդ տաղանդավոր գիտնականներին առաջատար արտասահմանյան գիտական կենտրոնները բուհեր գործողելու, վերապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, շատ մեծ բովանդակային լուրջ աշխատանք է սպասում ակադեմիային եւ ես պարզապես իմ կողմից կուզենայի մաղթել
մեծ հաջողություններ եւ նախատեսված պլանների իրագործում։ Շատ շնորհակալ եմ այս հաղորդմանը մասնակցելու համար, պարոն Սաղյան։ Եվ իհարկե բավականին ծանր, բավականին ծավալուն, բավականին պատասխանատու գործառույթներ են եւ դա ակադեմիան, որ այսօր իրականում ակադեմիայի նախագահությունն է նախկին, պետք է կատարի համախմբելով իր շուրջը ամբողջ հանրապետության գիտական պոտենցիալը։ Պետք է ստեղծեն մասնագիտական, փորձագիտական հանձնաժողովներ, ներառելով ամբողջ Հայաստանի գիտնականներին առաջատար, այդ թվում եւ մեր արտերկրյա ակադեմիայի արտասահման անդամներ, ինչու՞ չէ նաեւ ոչ հայ ազգի գիտնականների, որոնք Սերտ կապված են Հայաստանի հետ մեր հետ եւ բավականին տրամադրված են մեզ աջակցելու։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ էլ եմ Շնորհակալություն, պարոն Սաղյան։